Ովքեր պետք է զբաղվեն ձեր կարծիքով արցախցիների իրավունքներով։ Ներկա իշխանությունը։ Բայց այս իշխանությունները զբաղվում են։ Ոչ։ Ինչու չեն զբաղվում ձեր կարծիքով։ Դե երևի թե իրենց կարծիքով երևի թե բոլոր հարցերը լուծվել է եւ ճիշտ տարբերակով է լուծվել։ Գիտեք ինչ, այս հարցը շատ խորն է։ Բավականին խորքից է գալիս այս հարցի լուծումը։ Այստեղ մեղավորությունը միայն մեր ներկա իշխանության մեջ չի։ Ես գտնում եմ, որ դա գալիս է շատ ավելի հեռու տարիներից։ Այս հարցը այդպես օդում կախված մնաց եւ վերջում տվեցին նման լուծում, որի հետ ես դες կասեմ մեծամասնությունը համաձայն չի, բայց ցավալին նա է, որ ժողովրդի ձայնը չի լսվում։ Ցավալին դա է։ Ուզում եմ նորմալ մարդիկ ապրեն։ Ես ինքս սովետի ժամանակ ծնված անձնավորություն եմ։ Գիտեք մի բառ կասեմ, շատ եմ կարոտում այն ժամանակները, որտեղ հանգիստ էինք, որտեղ իրար սիրում էինք, որտեղ իրար հարգում էինք։ Չեմ ասի, որ իդեալական ղեկավարություն էր, բայց ասենց խեղդած ժողովրդին չէին պահում։ Ովքեր պետք է զբաղվեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, թե Արցախի ներկայացությունը։ Во-первых, իշխանությունը դրա համար է, որ զբաղվի։ Բայց զբաղվում է ձեր կարծիքով։ Իհարկե թափելու բան է։ Հենց տենց էլ գրեք, ասեք, թափելու բան է։ Իհարկե հայ ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, թե Արցախի ներկայացությունը։ Երկուսն էլ միասին, դե հիմա որ Արցախին չկա, բնականաբար Հայաստանին է։ Բայց զբաղվում է ձեր կարծիքով։ Իհարկե ոչ, չի երևում, որ չեն զբաղվում։ Ինչու չի զբաղվում։ Չեմ կարող ասեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, թե Արցախի ներկայացությունը։ Միասին։ Արցախցիների իրավունքներով առաջերտին արցախցիները պետք է զբաղվեն։ Իրանք պետք է իրանց իրավունքները պաշտպանեն սկզբից։ Իսկ մեր կառավարությանից ես հույս չունեմ մեծ, որ իրանք կարող ինչ-որ բան փոխեն ստե, որովհետև իրանք որոշող չեն, իրանք կատարողներ են ընդհանրապես։ Հայաստանի իշխանությունները։ Իհարկե Հայաստանի կառավարությունը, մեր ղեկավարությունը։ Բայց զբաղվում է։ Որ զբաղվեն այդքան բաներ տեղի կունենա, նայում եմ էլի, հետևում եմ։ Ինչու չի զբաղվում։ Իրանց ձեռնտու չի։ Այ բալա ջան, ինչ էլ արել են, թալանել են, կերել են, տարել են, ինչ արել են, մեջտեղ այդ խեր ժողովուրդն են դժվել։ Շատ մեղք են, իրանց պատժ կա, պետք որ չեն անում։ Պետք է անեն, մի քիչ մարդկային խիղճ էլի մեջներ արթնանան։ Անտուն անտեղ ընկել են դռները։ Դա էլ մարդկային չի էլի։ Չեմ կարող ասել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, թե Արցախի ներկայացությունը։ Պարզաբար Հայաստանի։ Արցախցիների իրավունքներով արցախցիները Հայաստանում իրավունք ունեն։ Իրավունք չունեն։ Չէ։ Ինչու չունեն։ Ինչու չունեն, իրանք իրանց հողը ունեին, իրանց տունը ունեին, թող պայքարեին, զենքերը կար, Հայաստանը միլիարդներ էր ուղարկում ընդհանուր իրանց, Չեն պայքարել։ Իհարկե չեն պայքարել, հանձնել են, դուր եկել են։ Բայց դեպքում այդքան զոհերը, այդքան վիրավորները որտեղից են, եթե չեն պայքարել, չեն կռվել։ Իրանց մեղքով է բոլորը, ամեն ինչ։ Ում մեղքով։ Ղարաբաղցիների։ Կառավարությունով պետք է զբաղվեն։ Բայց զբաղվում են։ Չեմ կարծում։ Ինչու չեն զբաղվում։ Հա՞։ Որովհետև թաթալաբազությունով են զբաղվում։ Մեկը մյուսի վրա է գցում։ Արցախի, նաև Հայաստանի, բայց մեծամասնությունը Արցախի ղեկավարությունը պիտի զբաղվի։ Եթե Արցախի իշխանությունը այստեղ իշխանություն չունի, այդ իրավունքները չունի։ Չունի, իհարկե չունի։ Պիտի ղեկավարը, իրանց ղեկավարը միայն զբաղվի այդ հարցով։ Ոչ մեկ։ Չեմ ասում Արցախը Հայաստան չի։ Արցախն էլ է Հայաստան։ Հայի սրտացավ են, այդքան մեր երիտասարդները զոհվեցին։ Դե արցախցիների իրավունքներով եւ արցախցիները եւ հայերը, Հայաստանի ժողովուրդը նաեւ, որովհետեւ մեր բարեկամներն են, վերջը Արցախը մերն է, բայց իհարկե ժամանակին իրենց լավ չդրսևորեցին, չկրվեցին իրենց իրավունքների համար եւ ստիպված թողեցին Արցախը։ Բայց չեն կռվել։ Կռվել են, բայց ոչ լրիվ։ Ժողովուրդը
Բոլորս միասին։ Մեր պետությունը։ Բայց զբաղվում է։ Այո, պարտադիր չի բոլոր հարցերը բարձրաձայնին զբաղվում են, չեմ կարծում այդքան անսիրտ են։ Արցախցիները մեր քույր եղբայրներն են։ Մենք նրանց ցավով շատ ենք տառապել։ Մենք տվել ենք Արցախին ամեն ինչ եւ պարտավոր էինք տալու։ Եվ հիմա էլ կարծում եմ մեր ուժեղությունը, մեր ուժը մեր միասնության մեջն է։ Արցախցիները, այս իշխանությունները ոչ մի բան չեն անում։ Բնականաբար միջազգային լուրջ կազմակերպությունները։